Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ 2025 թվականին մայրաքաղաքում ընթանում են լայնածավալ աշխատանքներ, ուղղված կոյուղագծերի, նաև անձրևատար եւ ջրահեռացման համակարգերի արդիականացմանը։ Ծրագիրն ընդգրկում է 22 հասցե 9 վարչական շրջաններում։ Ընդհանուր առմամբ կվերակառուցվի 9.4 կիլոմետր երկարությամբ ցանց։ Ինչպես նշել է Կամո Արեյանը, ծրագրի իրականացման նպատակով քաղաքապետարանը նախապատրաստել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Ընտրությունը մենք կատարել ենք հաշվի առնելով ցանցի ֆիզիկական մաշվածությունը, քայքայված վիճակը, բնակիչների բողոքները եւ հիմնականում բաժին են ընկել բազմաբնակարան շենքերի բակային, միջբակային տարածքներին։ Այս պահին Մուշական ջրաշենում իրականացվող ծրագիրն ամենածավալունն է 2.8 կիլոմետր երկարությամբ նոր կոյուղագծի կառուցմամբ, որը սպասարկելու է մոտ 430 բաժանորդի։ Այս հասցեն ներառված է այն 83 չկոյուղացված թաղամասերի ցանցում, որտեղ քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն իրականացվում է համակարգի կառուցում։ Նախորդ 2 տարում արդեն նման ցանցեր կառուցվել են 12 թաղամասում։ Բոլոր նախագծերը ի դեպ համաձայնվեցել է Վիոլա ջուր ընկերության հետ, ինչու, որովհետև որպես նոր ստեղծված գույք, այս ամենը մենք հանձնելու ենք Հայաստանի կառավարությանը եւ նա իր հերթին վարձակալության է հանձնելու Վիոլա ջրին։ Այսինքն շահագործող, սպասարկող ընկերությունը այս պահից ինքը տիրապետում է նախագծերը, իր համաձայնությամբ են դրանք արվել եւ հիմա էլ հետևում է շինարարությանը։ Երևանի քաղաքապետարանը ծրագրում է 2026 թվականին եւս 30 հասցեներում նմանատիպ աշխատանքներ իրականացնել, արդեն պատրաստի նախագծահաշվարկային փաստաթղթով։ Բացի այդ, արդեն ավարտվել է նաեւ 50 հասցեներում անձրևաջրերի հեռացման համակարգերի նախագծումը, ընդհանուր 52 կիլոմետր ծավալով։ Նախնական հաշվարկներով միայն այս փաթեթի իրականացումը կպահանջի 10 միլիարդ դրամ։ Քաղաքապետարանը անցել է ծրագրավորված հստակ աշխատանքի այս ոլորտում, որպես կենսապահովման առաջնահերթ խնդիր բնակչի համար եւ մենք այս պահին քայլ առաջ պատրաստ ենք մեր պատվիրած նախագծանախաշվային փաստաթղթերով։ Խնդիրը մնում է ֆինանսական ռեսուրսների ներգրավվածության մեջ։ Միայն մեկ թիվ ասեմ, վերջի 3 տարում դեռ այս տարվա ներդրումը չներառված 878 միլիոն դրամ է կազմում այս 22 հասցեն։ Իսկ մինչ դա աննախադեպ ցուցանիշ է գրանցվել մայրաքաղաքի պատմության մեջ, համայնքային պատմության մեջ։ 2 միլիարդ 2.8 միլիարդ դրամ համայնքային բյուջեն ներդրում է արել վերջին 3 տարում կոյուղատար ցանցի վրա։ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանի խոսքով Մուշավան թաղամասը երբեք չի ունեցել կոյուղատար համակարգ եւ միայն վերջին տարիներին քաղաքապետի հանձնառությամբ այստեղ մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Ներկայում կառուցվում է 4.5 կիլոմետր երկարությամբ նոր ցանց, որի ավարտը նախատեսվում է մինչև տարվա վերջ։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում եւս ընթանում են ակտիվ աշխատանքներ։ Վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն ընդգծել է, որ տարիներ շարունակ կուտակված խնդիրներն այսօր սկսել են ստանալ համակարգային լուծում։ Կոյուղագծերը բավականին երկար տարիներ համարյա թե այն կոսմետիկ ինչ-որ բաներ էր արվել, այն ինչ-որ հիմա է արվում, հիմնանորոգում է ամբողջ գիծը, ամբողջ 300 միլիմետր տրամաչափով գիծ է փոխվում եւ սա արդեն այն որ անընդհատ խցանումներ է լինում, այն որ անընդհատ բնակիչները բողոքում են, հիմա բավականին սրանով էլ արդեն ահագին թեթևանում է։ Նա նշել է, որ կատարվում են նաև բակային կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ, նաև առաջիկայում լուծում կստանան Եռաբլուրի եւ Հաղթանակ թաղամասի անձրևաջրերի հեռացման խնդիրները։ Աշխատանքներն իրականացնում է Ռադիկշին ընկերությունը, որի ներկայացուցիչ Սարգիս Թաթոյանի խոսքով սեպտեմբերի 3-ից մեկնարկած շինաշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։ Կոյուղագծի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 1030 մետր։ Կիրառվում են նոր տեխնոլոգիայով բազալտե հիմքով պլաստիկ խողովակներ, որոնք կարող են ծառայել մինչև 70-ից 100 տարի։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։